Փրկարարները դուրս են բերել միայն մայիսին փրկարարծառայությունից այսպիսի 16 հաղորդագրություն ենք ստացել։ Բոլոր դեպքերում չէ, որ մահվան պատճառը սակայն ջրահեղձումն է։ Անցնող 5 ամիսներին ունեն ջրահեղձման 4 դեպք, հունվարի 1-ից մինչև մայիսի 31-ի դրությամբ Երևանյան լճում, Արագածոտնի մարզի Քասագյուղում, Շիրակի եւ Արմավիրի մարզերում։ Այդ դեպքերը գրանցվել են ուրեմն մեկը գետում, երկուսը լճերում եւ մեկը ջրանցքում։ Իսկ 2024-ին մինչև մայիսը ջրահեղձման 1 դեպք էր արձանագրվել։ Սևանում ամբողջ 2024-ին 11 դեպք, բայց օրինակ մայիսի 4-ից որոնվող երկամյա Տիգրանը, որի դին հայտնաբերվեց Մարմարի գետում մայիսի 24-ին, դեռ ջրահեղձ եղած դեպքերի մեջ չէ։ Ջրից դուրս բերված մարմինները նախ դատաբժշկական փորձաքննության են ենթարկվում։ Գուցե մահվան պատճառը ոչ թե ջրահեղձումն է, այլ օրինակ ճանապարհային պատահարը, որի հետևանքով է մարմինը հայտնվել ջրում։ Այսպիսով 4 ջրահեղձման դեպքից բացի մենք այս տարի ունենք դիակի հայտնաբերման 11 դեպք տարբեր ջրավազաններում, գետերում, ջրամբարներում, լճերում, ջրանցքներում, լողավազաններում եւ այլ վայրերում։ Կարող ենք արձանագրել դիակների հայտնաբերումը 25 թվականի այս նույն ժամանակահատվածում եւ 24 թվականի մենք անցյալ տարի ունեցել ենք 4 դեպք, կարելի է արձանագրել, որ 7 դեպքով ավելացել է։ Գեղարքունիքի Մասրիկ գետից դուրս բերված 2 քաղաքացու դեպքը առանձնացված է որպես դժբախտ պատահար։ Նա խոսանքահարվել են, ու չնայած դեպքերի այսպիսի վիճակագրությանը, գետերի վարարման դեպքերը այս տարի ավելի քիչ են եղել։ Անցյալ տարի եթե ունեցել ենք 8 դեպք նման, այս տարի դեռևս մի դեպք է վարարման գրանցվել գետավարարումների մասով։ Ու բարեբախտաբար տուժածներ չունենք։ Անցյալ տարի, գիտեք, հայտնի դեպքը Տաուշի լոռու մարզերում, որի հետևանքով մենք ցավոք ունեցանք 4 զոհ, նույնիսկ պատմական միջինին ոչ մի գետ այս պահին չունենք մոտ, որ լինի առավելագույն ելքերը։ Փոխարենը մայիսին քամին է եղել ավելի ուժգին։ Արմեն Դաշյանը փրկարարծառայության առանձնացրած վիճակագրությունն է ներկայացնում թվերով։ Մենք եթե մենք այս տարի արդեն 23 նման դեպք են գրանցել, անցյալ տարի եղել ընդամենը 11-ը։ Այդ 11-ը ամբողջ տարվա ընթացքում, պատմում է Դաշյանը։ Կարկուտը ու իր ծեծածի հետևանքներն այս տարի եւս ավելի շատ են։ Եթե ամբողջ 2024-ին 13 արձանագրված դեպք կա, ապա այս տարվա միայն մայիսին 11, երկուսը դեռ ուսումնասիրության փուլում են։ Եվ եթե ուժգնացող քամին կանխարգելել հնարավոր չէ, արդյոք հնարավոր չէ քաղաքացիների թեկուզ անզգուշության կամ դժբախտ պատահարի հետևանքով գետում, ջրամբարում, լճում հայտնվելու վիճակագրության վրա ազդել։ Արմեն Սարոյանը ներկայացնում է իրենց լիազորությունների տիրույթը։ Լողասեզոնի ընթացքում մենք հանրային լողափներում պարտադիր իրականացնում ենք անվտանգության առումով հերթապահություններ եւ մեր ջրափրկարարները շուրջօրյա ծառայություն իրականացնում եւ կարող եմ արձանագրել նաեւ, որ մենք անցյալ տարի հանրային լողափներում մենք ջրահեղձման դեպք չենք ունեցել։ Արդյոք մյուս գերատեսչությունները հատկապես վերջին մի քանի ծանր դեպքերից հետո քննարկում են գետերի ոռոգման առուների շրջակայքը ցանցապատել, արգելապատնեշներ տեղադրել։ Ջրային կոմիտեից մանրամասնեցին, ջրամբարների տարածքը պահպանվում է, ոռոգման համակարգերի դեպքում արգելապատնեշներ կառուցել չեն կարող, քանի որ դա թույլ չի տա իրականացնել մաքրման, վերանորոգման աշխատանքներ, ինչն անընդհատ գործընթաց է։ Իսկ բնական ջրային ռեսուրսները, գետեր, առուներ, լճեր իրենց տիրույթում չեն։ Շրջակա միջավայրի նախարարությունից նշեցին, այդ հարցով քննարկումներ չեն ունեցել։ Իրնամ Կրչյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։